Սիրելի ցուլեր, ասցենդենտի նշանով կամ ծագման նշանով եւ արևի նշանով այսօր ուրեմն հուլիսի 25-ն է մորացույցով Ուրանի օրը ձեզ Ուրանն է բաժին ընկել եւ շատ տրամաբանական է, այդպես էլ պետք է լիներ։ Իդեպ նշեմ, որ դուք 9-րդ տեղից բարձրացել եք 7-րդ տեղ, երկրորդ 6-ինյակն եք բացում եւ ինչ իրադարձություններ ունենք օգոստոսին, ես կարծում եմ ճակատագրական իրադարձություններ կկատարվեն ձեր կյանքում եւ իհարկե մնացյալ արդեն պայմանավորված է ինչպիսին կլինի, պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ձեր մոլորակների դասավորությամբ։ Միայն ասեմ հետեւյալը, որ օգոստոսին մենք ունենք արևի ամբողջական խավարում, օգոստոսի 12-ից հետո խավարման միջանցքում են գտնվելու մինչև կարելի ասել օգոստոսի վերջ եւ 28-ին տեղի կունենա լուսնի մասնակի խավարումը։ Ձեր մոլորակը կմտնի կշարքի նշան, բնականաբար իր նշաններն իրեն լավ է զգում, տան առումով ոչ, բայց նշանի առումով լավ է զգում, այսպես 50-50 է ստացվում եւ իհարկե Մերկուրին ինքը կփոխի նշանը, խեցգետնի նշանում է կմտնի արդեն առուծի նշան եւ հետո նորից կհասցնի նույնիսկ մտնել կույսի նշան, այսինքն ինքը կփոխի երկու անգամ իր ուրեմն նշանը եւ բնականաբար Մարսը եւս կփոխի իր նշանը արևի մասին ավելորդ ասել ինքը միշտ է փոխում նշանը կտեղավորվի կույսի նշանում արևն էլ օգոստոսի 23-ին եւ ես հիմա ուզում եմ սկսել արևի ամբողջական խավարումից, թերևս կարելի է անդրադառնալ Վեներային, ձեր մոլորակն ինքը մտնում է օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 10-ը, ինչ խոսք, այստեղ աշխատանքի թեման է, ֆինանսների թեման է, բայց նաև առողջական թեման է եւ շատ ցուլեր, գիտեք, այստեղ այդ ընթացքում արտաքինին ինչ որ արտաքին փոփոխություն սա կարող է իր մեջ ընդգրկել առողջականին ինչպես նաև քաշ գցելուն հա որովհետև հատկապես ասցենդենտով ցուլեր իրենք քաղցրի սիրահար են ասցենդենտով ցուլերը դու կարող ես արևի նշանով լինել եւ քաղցրասեր չլինել ասցենդենտի դեպքում այսինքն ծագող նշանի դեպքում դա այդպես է եւ հնարավոր է որ շատերը փորձեն նիհարել ամեն դեպքում ամառ է շատ լավ հարմար ժամանակահատված է այնպես որ կարող եք զբաղվել դրանով ձեր արտաքինով առողջությունով եւ այլն եւ այստեղ ֆինանսներն են հավանաբար որոշակի հանդիպումներ կլինեն ֆինանսների մասին խոսակցություններ կլինեն ինչեւ է գեղեցիկ հանդիպումներ Վեներան կարծում եմ ձեզ համար կապահովի դա այդպես եւ օգոստոսի 12-ին Հայաստանի ժամանակով 21:36 առուծի նշանում 21 աստիճանում տեղի կունենա արևի ամբողջական խավարումը սա ոչ լավ խավարում է սիրելի ցուլեր եւ նշեմ որ այստեղ գիտեք մինչեւ 12-ը հնարավոր նաեւ խավարման միջանցքում որովհետեւ 12-ից 28 հասեցի գտնվում ենք խավարման միջանցքում հնարավոր է որ որոշակի կորուստներ լինեն ցուլերի կյանքում եւ հարազատների հետ կապված, ընտանեկան եւ այլն եւ հնարավոր է նաեւ գիտեք ասենք եթե բազմանդամ ընտանիք է հնարավոր է ասենք առանձնանան ընտանիքը առանձին ապրեն կամ արտերկիր մեկնեն շատ այդպես տարբեր իրադարձություններ են կամ ինչ որ բնակարանը վաճառեն եւ այլն այսպիսի իրադարձություններ անպայման ուրեմն կլինեն իհարկե ասացի սա արևի ոչ լավ խավարումն է եւ այստեղ ինչ որ լավ բան չեմ կարող ասել իհարկե ձեր անձնական քարտեզով է պայմանավորված լավ կլինի որ այն ինչ որ խանգարում են ինչ որ խնդիր է թող այդ խնդիրները հեռանան ձեզանից այնուհետև 12-ից 28-ը խավարման միջանցքում լինում ենք զգոն որովհետև եթե դուք չգիտեք ձեր քարտեզը հիմա էլ հանգստյան ժամանակահանգստանալու այդ ժամանակահատվածն է ուշադիր եղեք եւ որպեսի խնդիրներ չառաջանան ձեզ մոտ բոլոր դեպքերում դա
խավարման միջանցք է եւ ուշադրություն եք դարձնում առողջական վիճակին, ես արդեն զգուշացրել եմ, որ ավելի շատ ժամանակ, եթե հնարավոր է, տրամադրեք ուրեմն հանգստին, սպորտ դահլիճ հաճախեք կամ ասենք լողավազան, կամ ընդհանրապես հանգստացեք, բայց եղեք զգոն զգուշ բոլոր դեպքերում, այնուհետև 28-ին իդեպ նշեմ, տեսեք, սա արևի խավարումն է, նորալուսին է, բայց հանկարծ չխափնվեք եւ ինչ որ մի նոր գործ չսկսեք, որտեվ ինքը լավ հաջողություն չեք ունենա, լավ չի լինի, այնպես որ դեռևս մտածելու, խորհելու հնարավորություն է տալիս տիեզերքը ձեզ, իսկ 28-ին տեղի կունենա լուսնի մասնակի խավարումը Հայաստանի ժամանակով առավոտյան 8:18 րոպե 20 վայրկյան, ձկան նշանում 5 աստիճանում տեղի կունենա փաստորեն մասնակի խավարումը եւ ասեմ, որ ի տարբերություն արևի խավարման, լուսնի խավարումը ինքը ձեզ համար շատ ավելի լավ է, այստեղ դրական էներգիան է կուտակվում եւ ձեզ համար ավելի լավ է, այսինքն մինչև օգոստոսի վերջը դուք արդյունքը համենայնպես այն ինչ որ մտածում եք, որոշել եք եւ այլն, այդ արդյունքը կգաք ընդհանուր եզրահանգման ավելի ճիշտ եւ ինչ որ այդպես որոշումներ կկայացնեք։ Ես կարծում եմ մինչեւ օգոստոսի վերջ նրանք ովքեր ինչ որ փնտրտուքների մեջ են կկարողանան գտնել ելքը եւ արդեն կոնկրետ գործողությունների դիմել։ Օգոստոսի 9-ին մինչև 25-ը Մերկուրին ուրեմն ասացի գտնում է խեցգետնի նշանում, ինքը այդտեղ հետընթաց էր կմտնի 4-րդ տուն, այստեղ գիտեք ընդհանրապես ընտանեկան թեման է, կարծես թե հավաքվում են, զրուցում են հարազատներով կամ ընկերներով եւ հետո արդեն ինքը մտնում է տուն, ընտանիք եւ այդտեղ որոշակի ձեզ ինֆորմացիա է տալիս, հանդիպումներ են լինում հարազատների հետ, ընկերների հետ, այսպիսի իրավիճակ է եւ հետո ինքը կմտնի ինչ որ ինֆորմացիա կտա եւ կմտնի հետո էլ կույսի նշան, այսինքն այն ինչ որ ես թվարկեցի ինքը հենց այդ կորստի հեռանալու, անջատվելու, պարզապես առանձին ապրելու, արտերկիր գնալու եւ այդ ամենը ինչ որ ես թվարկել եմ, այդ ինֆորմացիան ուրեմն ձեզ հաղորդելու եւ այնուհետև Մարսը օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի վերջ ինքը կմտնի խեցգետնի նշան, այստեղ տեսնում եք գործողություններն են նորից ընտանիք, հարազատներ, այստեղ շատ հնարավոր է հանդիպումներ լինեն, քննարկումներ լինեն եւ իհարկե Մարսի համար դժվար է այստեղ գործողություններ կատարվում են, բայց ինքը շատ դժվար է գործ առաջ գնում, շատ ծանր, այդպես գիտեք, ինքը կարող է հոգեվիճակը այստեղ ծանր լինի, որտեվ գործողությունները շատ դժվար են առաջ գնում, դրանով է պայմանավորված, հա, այսինքն այն ինչ որ ուզում եք անել, ինչ պլաններ որ ուզում եք անել, ինքը ուղղակի դժվար է ստացվում, կարող է դա ասենք ձեզանով պայմանավորված չլինի, ինչ որ մի երկրորդ, երրորդ անձով պայմանավորված լինի, որը ասենք դա կարող է ուշացնել, այսպիսի իրավիճակ կլինի, իսկ 23-ին արդեն արևը կփոխի նշանը, կմտնի կույսի նշան, ինչպես տեսնում ենք, խավարման միջանցքում արևը փոխում է իր նշանը, մտնում է փաստորեն կույսի նշան, այստեղ բիզնեսն է, այստեղ երեխաների հարցն է, երեխաների հարցը այդպես շատ չմանրանամ, լավ, շատ չմանրամասնեմ, ամեն դեպքում սիրելի ցուլեր, ինչ որ ինֆորմացիա կլսեք, ինչ որ իրադարձություններ կլինեն, ամեն դեպքում այս խավարման միջանցքը դուք իրադարձություններով լեցուն դուք կզգաք անպայման, մնացածը պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ահա, երևի թե ես այսքանով ավարտեմ, միայն հիշեցնեմ, որ
խավարման միջանցքում լինում ենք պարզապես ուշադիր։ Վախենալ պետք չի, երբևէ պետք չի տրվել վախերին, պարզապես խելացի է պետք այդ ընթացքը խելացի անցկացնել, ընդամենը սա, զգոն եւ խելացի, ահա, խորհուրդը սա է, այսպես ասած, եւ լրացուցիչ ասեմ, որ ծագման նշանով կամ ասցենդենտով ցուլերը մասնավորապես իրենք ընտանեկան ինչ որ հարցեր կլինեն եւ իրենք արդեն այդ ամեն ինչը թոթափելով կնայեն դեպի առաջ, դեպի փայլուն ապագա, դեպի իրենց կարիերան եւ կշարունակեն ճանապարհը։ Դուք շարունակում եք ճանապարհը, ես շարունակում եմ իմ գործը, բայց չենք մոռանում, որ մեկնաբանություններում գրեք հատկապես օգոստոսի կեսերը կամ հնարավոր արևի խավարումը ինչպիսի իրադարձություններ են կատարվել, արդյոք իմ թվարկածս իրադարձությունները ուրեմն եղել են շատերի մոտ կլինեն, սա բոլոր դեպքերում տրանզիտներն են, բայց ես կարծում եմ չեմ սխալվում եւ անպայման կլինեն, այնպես որ գրեք եւ չմոռանաք լայքել, իսկ ես ձեզ հետ կհանդիպեմ հաջորդ ամիս։ Այսքանը լավ եղեք առայժմ։